Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, վանացայինի եթերով եւ թիմադեդրի եչով ձեզ եք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այսօր առավոտյան գանուխ ժամերուն Հալեբի մեջ դեղի ունեցող փախումներու հետևանքով Շեյխ Տահա եւ Վիլաներ հայապնակ շրջաններուն մեջ հրասաններու բայթումով արձանագրված են նյութական վնասներ։ Վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։ Ներկայիս Հալեբի մեջ կդիրե զգուշավոր հանդարտություն։ Մերթ կլսվին գրագոցներու ցայներ։ Սննդամթերքի վաճառատուները, բուրերն ու հիվանդանոց տրամադուները բաց են։ Դպրոցները եւ համալսարանները երկրորդ օրն լալով փակ են։ Փակ է նաեւ Հալեբի միջազգային օդագայանը։ Բանակը քիչ առաջ մինչև կեսօրվան ժամը 1 արիտ տվավ Շեյխ Մաքսուդի եւ Աշրեֆիի բնակչության դուրս ելնելու այդ շրջաններն։ Գիբրոսի հայտարարի հանձնախումբը հայտարարությամբ կդեղեկացնի հետևյալը։ Գիբրոս երկրորդ անգամ լալով 1 հունվար 2026-ին ստանցնեց Եվրոպական միության խորհրդի նախագահությունը։ Այս գիսամյակի ընթացքին խորհրդի նախագահությունը պիտի կործե կարևորություն տալով Եվրոպական միության աշխատանքի օրագարկի շարունակության, առողջ օրենսդրության աշխատանքի իրականացման, անդամ պետություններու միջև համագործակցության, Եվրոպական հաստատություններու միջև համագարկման, ինչպես նաև միության դիրքորոշումներու համագարկումը միջազգային գազམ་ագերբություններուն մեջ։ Գիբրոսի նախագահության բացման արարողությունը տեղի ունեցավ 3-7 հունվարին։ Նախագահ Խրիստոդուլիսիս վերջերս իր ունեցած ելույթին ընթացքին հույս ներշնչեց աշխատելու ուժեղ միության համար, պաշտպանելու իր քաղաքացիները, սահմանները եւ շահերը, պատասխանատու դիրք է կառուցել գործընկերություններ եւ դաշինքներ։ Այս առիթով Գիբրոսի հայտարարի հանձնախումբը գշնորհավոր է նախագահ Խրիստոդուլիսը գնահատելով, որ Եվրոպական միության խորհրդի նախագահության ստանցնումը Գիբրոսի կողմէ բազմակողմանի քաղաքական եւ պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է։ Գիբրոսի հայտարարի հանձնախումբը հաստատեց, թե Գիբրոսի նախագահությունը գոչված է կառավարելու Եվրոպական երկխոսության համագարկումի աշխատանքը եւ աշխարհակաղակական ներկա վերադարձումներու ժամանակաշրջանի նպաստելու եվրոպական քաղաքականության ձևավորումին։ Եվրոպական միության խորհրդի նախագահության ստանցնումով, որ կնախադեսե նպաստավոր քաղաքական միջավայր, հանձնախումբը իր բարոյական բարդականությունը կնկատե իր կարելին ընել գիբրահայությունը հուզող հարցերը բարձրացնելու, ինչպես նաև մեր ժողովրդի թադի ծառայության դիտանկյունեն թիմելու այնպիսի միջոցներու, որոնք պիտի սադարեն անոնց արդյունավետ իրագործման հայտարարի գծով նոր հնարավորություններու հիմեր ստեղծելով, նշած է Գիբրոսի հայտարարի հանձնախումբի հայտարարությունը։ Երեկ առավոտյան Մեծիդան Անգելիկիո Արամ առաջին վեհապարին այցելեց Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյան։ Մագար Սրբազան վեհապարին զեկուցեց թեմի կորձունեության մասին, հատկապես Հալեբի, Ջեզիրեի, Դամասկոսի եւ այլ շրջաններու մեջ։ Հանդիպումի ընթացքին արձանագրվեցան նաև Հալեբի մեջ ստեղծված ապահովական ընդհանուր վիճակը։ Հայրաբեդ իր քննադանքը հայտնեց առաջնորդ Սրբազան հոր եւ համայնքային պատասխանատուներուն, որոնք մոդեն գեհդեվին մեր ժողովրդի ապահովության եւ բարօրության։ Արամ վեապար Սուրիո ժողովրդին հայտնեց Մեծիդան Անգելիկիո գաթողիկոսության ամբողջական զորակցությունը։ Լոս Անջելեսի մեր պաշտոնագից Ասպարեզ օրաթերթին հետ հարցազրույցի ընթացքին հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Դարոն Դերխաչատուրյան հայտնեց, որ դաշնակցության համար Արցախի հարցը լուծված չէ, ինչպես շատ հայերու համար ըլլան անոնք արցախահայեր, հայաստանցիներ կամ սփյուռքահայեր։ Արցախը հայոց հազարամյակներու պատմության էջերուն մեջ է։ Օրինակ, 17-րդ եւ 18-րդ դարերուն հատկապես ունեցած ենք Խամսայի մելիքությունները, եւ այդ օրերուն, երբ Արցախը գրվախնձոր էր բարսկական, ռուսական եւ օսմանյան գայսրություններուն միջև, Դագավին Ադրբեջան պետությունը գոյություն չուներ։
Փաշինյանի իշխանության կողմէ Արցախին վերջագետ տնելը լուծումը չէ։ Այս 21-րդ տարու հայկական ցեղասպանությունն է, ցեղային զդում եւ դեղահանություն է։ Երբ մենք կորսնցուցինք քանի հազար քառակուսի կիլոմետր հողադարածք եւ 150,000 հայեր դեղահանվեցան։ Դեր Խաչատուրյան իր խոսքը շարունակելով ասավ. Հող գործընծնելը շատ դժվար բան է, որովհետև ինքնությունդ գործընծնելու ամենեն թյուրին ցևերեն մեկը հող գործընծնելն է։ Ուրեմն հայ հեղափոխական դաշնակցությունը Արցախի գծով հadoop քաղաքական ղեկավարման հարց կդեսնե եւ այդ գծով նպատակով հարցը գարձարձենք միջազգային քաղաքական զանազան հարթակներու վրա։ Հագարականոր որ Յահկի Մինսկի խումբը Փաշինյանի եւ Ալիևի միջև համացանությամբ պակվեցավ։ Մեր օրագարկի առաջնահերթություններն են Արցախի ցեղային զդումի միջազգային ճանաչումը եւ դադարումը, Արցախի ժողովրդին հավաքական վերադարձի եւ ինքնորոշման իրավունքը։ Այս գծով հայ հեղափոխական դաշնակցությունը չադակովն է եւ կորձոն կայլեր գարնե, որբեսի Հայաստանի մեջ Արցախի թեմը ազգային ժողովը, նախագահի հիմնարկը եւ գարույցները գանքում մնան։ Միաժամանակ Հայաստանի մեջ մենք Արցախի հայության գարիկները հոգալու համար աշխատանքներ գիրականացնենք, զանոնք Հայաստան բահելու, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայրենադարձի հարցն ալ գարձարձենք։ Այս հոգեբանական առումով մեծ նշանակություն ունի, երբ ղեկավարները այսօր կգտնվին Բաքուի բանդերուն մեջ, այս նաև հայ ժողովրդի գորովը եւ ազգային ոգին կանտելու խորհրդանշական երևույթ է, եւ մենք այս հարցին մեջ ընելիք ունենք։ Դարոն Դեր Խաչատուրյան նկատել տվավ, որ հայ եկեղեցվո թեմ կատարվող ներկա արշավը ունի քաղաքական ենթահող, հայ եկեղեցին հարվածելու նպատակով եւ մեր ինքնությունը վտանգի տակ է։ Երբ կսկսես հայրենիքեդ եւ արմատներդ հեռանալ, եկեղեցվո հանդեպ նվազ հարկանք ունենալ, այն ադեն կգանքնես ցուլվելու, իրավունքներդ կորսնցնելու եւ տշնամիտ պապակը իրականացնելու հավելյալ վտանգին առջեւ։ Հայոց կաթողիկոսին թեմ բայկար կնշանակե կաթողիկոսության եւ Էջմիածինի թեմ բայկար, կնշանակե հայ արաքելական եկեղեցվո թեմ բայկար։ Անցը կներկայացնե գարույցը եւ գարելի չէ անցը զադել գարույցեն։ Երբ մենք ավելի քան 600 տարի pedagogiություն չունեցանք, այս եկեղեցին է որ մեզի վահեց։ Այն քիչ ժողովուրդներն ենք, որ մեր եկեղեցին ցուլված է մեր ազգային ինքնության հետ։ Գարելի չէ հայսել առանց հասկանալու Էջմիածինը, որ մեզի համար սուրբ իմաստ ունի եւ մեր ազգին ու դեսագին կոյադևման կորձին մեջ հadoop դեղ գրաված է։ Դագավին չենք խոսիր Գիլիգիո կաթողիկոսության, Բոլսո եւ Երուսաղեմի բադրիարքություններուն, հայ կաթողիկե եւ ավետարանական եկեղեցիներուն, մխիթարյան սրբ ապահայերերու, Վենեդիգի եւ Վիեննայի միապանություններու ազգագերտ ներդրումներուն մասին։ Մենք հարկանքով պետք է վերապերենք մեր եկեղեցվո եւ անոր ծառայողներուն հանդեպ։ Դեր Խաչատուրյան խոսեցավ նաեւ Սփյուռքի իրավիճակին մասին եւ ասավ. Ներկայիս ունենք բոլորովին դարբեր խորտացած իրականություն եւ իր ընդրվելեն յետ առաջին քայլը զոր գադարեց Փաշինյան Սփյուռքի նախարարության փակումներ եւ ան փոխարինվեցավ Սփյուռքի հանձնագետարի գրասենյակով 100 պաշտոնյաներեն ցկելով միան 7-ն։ Դաշնակցությունը Սփյուռքը հավելյալ գերբով քաղաքականացնելու եւ հզորացնելու օրագարկ ունի։ 1990-ական թվականներուն Արցախյան պատերազմի ընթացքին Սփյուռքը թերագադար էր։ Լևոն Տեր-Պետրոսյանի ворտեկրած քաղաքականության ցախողության մեջ Սփյուռքը թերագադար էր։ Նույնիսկ 44 օրյա պատերազմին ընթացքին, երբ կհայտարարվեր, որ հաղթելու ենք, Սփյուռքը թերագադար էր նաեւ նյութական աջակցությամբ, որ գազմեց շուրջ $150 միլիոն։ Հայաստանի ընտրություններն առաջ կգարձենք, որ 3 մագարտակներու վրա կորձ ունին կատարելիք։ Առաջինը թիմադրություն ամենուրեք այս բարդավողական իրական գոչեցյալ քաղաքապարախոսության թեմ։ Այս գծով մենք կհավատանք, որ Սփյուռքը հստակորեն պետք է ցույց տա, որ թեմը այս իշխանություններու քաղաքականության եւ Հայաստանի ժողովուրդն ալ դեսնե, որ եթե իրենց ազգային իրավունքները պաշտպանելու, ինքնությունը հզորացնելու հարցերուն մեջ ճիշտ տեղը կգտնվի, Սփյուռքը իրենց կողքին է։ Մյուս հարցը այն է, որ Սփյուռքը ինքն իրեն հզորացնելու հարց ունի։ Երրորդը իշխանապահությունն է, որոնց հիմնական աշխատանքը պետք է լա Հայաստանի մեջ եւ սփյուռքահայերը, որոնք Հայաստանի քաղաքացի են, պետք է քվեարկեն եւ ընտրություններուն ընթացքին աշխատող խումբերու մաս կազմեն։ Նույն ադեն պետք է Սփյուռքի մեջ կարոզենք, որ Հայաստանի մեջ ժողովրդավարությունը խախտած է,
հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Դարոն Դերխաչատուրյան ասպարեզ օրաթերթին հետ իր հարցազրույցին ընթացքին։ Երեքշաբթի 6 հունվար 2026-ի առավոտյան Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին առիթով բադարակ մատուցվեցավ Կեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ։ Բադարակին կարոզեց Կեսաբի հոգևոր դեսուչ Եսայի Վարդապետ Էրդոկյան։ Դեղի ունեցավ չորոհնեք, որ յետք տապոր գազմած ժողովուրդը Եսայի Վարդապետին գլխավորությամբ ուղղվեցավ եկեղեցու շրջապակ, ուր խաղաղություն խորհրդանշող աղավնիներ արձակվեցան։ Այս առիթով Պերիո Հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշխարյանի հովանավորությամբ եւ դերև Դիգին Ասադուր Ասադրյանի բարերարությամբ դեղի ունեցավ Սահագյան վերանորոգված սրահին բացումը, որ մեծ կգադարվեցավ Սուրբ Ծննդյան դնորտներկի ավանդական արարողություն։ Ըստ APA-ի գնահատեցվի Հայաստան ուղարկել հազարական տոն AI-92 տեսակի բենզին եւ դիզել։ Բացի այդ, Հայաստան պիտի առաքվի նաև 1800 տոն AI-95 տեսակի բենզին։ APA հաղորդեց, որ Ադրբեջանեն Հայաստան նավթամթերքի առաքումը ունի բացառապես արևդրական բնույթ։ Վարելանյութը կվաճառվի միջազգային շուկայի սագերով։ Հայտնենք, որ անցյալ ամիս Վրաստանի ջամփով Ադրբեջանեն Հայաստան ուղարկվեցավ ադրբեջանական Սոկար ընկերության կողմէ շուրջ 1300 տոն բենզինով բեռնավորված 22 վագոններով գնացք։ Միքայել Աչաբահյան Սրբազանի պաստապան Արա Զորապյան Պաստինֆոյի հետ հարցազրույցի ընթացքին հայտնեց, որ Միքայել arczepiskopos Աչաբահյանի թադին կորձով ներբեդական ադյանները սպարել է յետք կպատրաստվի նաև միջազգային ադյաններու թիմել։ Միքայել Սրբազանի կորձով մենք արդեն անցած ենք գալանքի հատվածին եւ արդեն եվրոպական թադարան թիմելու կնախապատրաստվենք։ Մինչև 4-5 փետրվար արդեն իսկ գտիմենք, դեղեկացուց Զորապյան։ Հայերենի մամլո աղբյուրներ կնշեն, որ Հայաստանի մարզային քաղաքային եւ համայնքային կրատարաներու կողմէ անցող դեկտեմբերին սպասարկված գեղարվեստական կիրկերու լավագույն դասնակներու մեջ ավելի քան 115 անուն քրագանություն կա։ Դեկտեմբերի Երևանի մեջ ամենեն շատ բանջված կիրկը Ուիլյամ Շեքսպիրի Ռոմեո Ջուլիետն էր։ Հատկանշական է, որ դասնյակը եզրափակված է Լևոն Շանտի հին աստվածներով։ Լավագույն դասնյակի մեջ եղած է նաև պրիդանացի հեղինակ Ջևջո Մոյեսի «Ես մինչ քեզ», հրյա քրող Մայք Օմերի «Զոհի աչքերով», գիբրական ցակումով պրիդանացի քրող Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» եւ այլ գործեր։ Մարզային կրատարաներու ցուցականներու առաջին համարներուն վրա գտնված են Աշոտ Աղապապյանի, Աքսել Փագունցի, Վախտանկ Անանյանի, Անահիտ Սեգոյանի, Սրբուհի Դյուսապի, Ռուպեն Եսայանի, Գետոյի, Ստիվեն Քինգի եւ Խալիդ Հուսեյնի կիրքերը։ Մամլո նույն աղբյուրները կնշեն, որ 2025-ի ամբողջ դարվան ընթացքին հայաստանյան հանրային կրատարաններուն մեջ ամենեն բանջված հեղինակները եղած են Սարսափի ժանրի կիրքերու հեղինակ Ռուպեն Եսայան եւ Վիբակիր Աշոտ Աղապապյան։ Դարվան հեղինակներու լավագույն դասնյակի մեջ գտնված են Ալեքս Մայքլիդիս, Խալեդ Հոսեյնի, Ջոն Գրին, Էլիֆ Շակաֆ, Ագանտա Քրիստի, Նիկոլաս Սպարկս, Աննա Ջեյհեն եւ Կոհար Նավասարտյան։ Հայաստանը գտնվի ռուսական դուրմ ներածող երկիրներու առաջին հնքյակին մեջ։ Արդարև 2025 հունվարեն սեպտեմբեր ամիսներու արդյունքներով Ռուսիայեն մեծակույն քանակով դուրմ ներառած է Ղազախստան 192 միլիոն դոլարի արժեքով։ Երկրորդը Բելարուսիա 123 միլիոն դոլարով, իսկ երրորդը Ուզբեկիստան, որ ներառած է 68 միլիոն դոլարի արտադրություն։ Հնքյակի մեջ կգտնվի նաև Ադրբեջանը 48 միլիոն դոլարով եւ Հայաստանը, որ Ռուսիային ներառած է 28.5 միլիոն դոլարի դուրմ։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնի եթերով վեպտիմադեդրի էջով ծեզեդ էինք ներգայացնելու հայկական աշխարի այսօրվան լուրերը։ Ծեզեդ էին ցայնը ողորտաբար Նատալին և Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։